Լռեց բեմի մարդը, Արադեղտրիկյանն այլևս մեզ հետ չէ: Հայ բեմի պայծառ ու խորը զգացողությամբ լցված դերասաններից մեկը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արադեղտրիկյանը լռեց մի բեմ, որի խոսքը նա իր ներկայությամբ վերածում էր ապրումի, մի հայացք, որն ասում էր ավելին, քան բառերը: Այսօր մշակույթը սգում է: Ներաշխարհը, որ տարիներ շարունակ արտացոլվեց բեմում, էկրանին, մարդկանց հոգիներում այլևս լռություն է, սրտի մեջ մնացած հիշողություն: Արադեղտրիկյանը միայն դերասան չէր, նա իր մասնագիտության կրողն էր համեստությամբ, ազնվությամբ, մարդկային ջերմությամբ: Նա չէր ձգտում փառքի ճամփաներով քայլել, այլ լույս էր տալիս իր անկեղծ խաղով ու բարի ներկայությամբ: Ցավալի է, որ նրա մահվան մասին լուրը տարածվեց նաև սխալ տեղեկություններով: Սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում նշվում էր, թե դերասանը մահացել է քաղցկեղից, սակայն իրականությունն այլ է: Տխուր է, որ այս բարդ պահին նույնիսկ նման ցավալի մանրամասները շրջվում են, բայց ճշմարտությունը պարտադիր պետք է հնչի ի պատիվ նրա հիշատակի, նրա արժանապատիվ կերպարի: Հավանաբար առաջիկա օրերին դերասանի ընտանիքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, պատմելով ավելի մանրամասն ոչ միայն նրա մահվան իրական հանգամանքների, այլև այդ սարսափելի ժամանակահատվածի մասին, որը նրանց բաժանեց ամուսնուց, հորից, պապիկից: Արադեղտրիկյանի կյանքն ու ստեղծագործական ուղին թողել են անջնջելի հետք: Նրա աչքերը հիշեցնում էին մեղմություն, ձայնը վստահություն, ներկայությունը ջերմություն: Նա դերասան էր, ով երբեք չէր ձևացնում ապրումը: Նա ապրում էր կերպարը, ապրում էր մարդուն, բեմում և դրանից դուրս: Եվ այսօր, երբ նրա վերջին հրաժեշտն ենք տալու, նրա հիշողությունը վերածվում է մեր բեմադրությունների մի մեծ դրվագի, որտեղ բացակայում է գլխավոր դերը, բայց սերը մնում է: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի դերասան: Քո ձայնը դեռ հնչում է մեր հիշողությունների խոսքում: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի դերասան: Քո ձայնը դեռ հնչում է մեր հիշողությունների խորքում, իսկ ժպիտը ժպտում է բեմի լուսավոր անկյուններից: Լույսով ապրող ու լույս թողնող մարդ էր: Գործընկերները հիշում են Արադեղտրիկյանին: Արադեղտրիկյանի մահվան լուրը ցնցել է բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան ոչ միայն որպես դերասան, այլ նաև որպես բացառիկ մարդ, ջերմ, կենսուրախ, բարի և մաքուր հոգով: Նրա խաղը բեմում եղել է մի ամբողջական լեզու, հուզմունքի, իմաստության ու բարի թրթիռի, իսկ մարդկային տեսակն այն արժեքը, որը միշտ գերազանցել է կերպարները: Լույսով ապրող ու լույս թողնող մարդ էր: Այսպես են հիշում նրան գործընկերները, մարդիկ, որոնց կողքին նա տարիներ շարունակ կանգնել է բեմում, նկարահանվել է ֆիլմերում, մասնակցել հյուրախաղերի և այդ ընթացքում երբեք չի կորցրել իր պարզությունը, մարդկայնությունը և խորը հարգանքը դիմացինի հանդեպ: Արեի կողքին աշխատելն ի վերուստ տրված պարգև էր: Նա երբեք չէր ձգտում գերակշռել, բայց նրա ներկայությունն ինքնին տալիս էր վստահություն: Նա իր խաղով ոչ թե միայն արտահայտում էր կերպարը, այլ բերում էր ապրեցնող զգացողություն: Այդպիսի դերասանները քիչ են, հիշում են նրա գործընկերները: Նա այն դերասաններից էր, ում համար պատահական խոսք չկար: Ամեն նախադասություն պիտի նստեր իր տեղը, ամեն հայացք պիտի ապրեր: Բայց ամենամեծ արժեքը նրա ներսի լույսն էր: Նա բեմում էլ էր մարդ, բեմից դուրս էլ: Իր կենդանի հումորը, ժպիտով գունավորված պատմությունները, այն կենսուրախ ոճը, որով նա հմայում էր նույնիսկ ամենալուռ մարդկանց, դա ուղղակի անփոխարինելի էր: Իր հարուստ արվեստագիտական ճամփին զուգահեռ Արադեղտրիկյանը երբեք չէր կտրվում մարդկային խոր զգացողություններից: Նրա աչքերում մշտապես շողում էր մի ներքին բարություն, մի ամուր խաղաղություն, որը փոխանցվում էր նաև շրջապատին: Դրա վառ օրինակներից է նրա ունեցած ջերմ կապը թատրոնի նոր սերնդի հետ, որոնց հանդեպ միշտ ցուցաբերում էր սեր, աջակցություն ու խրախուսում սովորելու, զարգանալու, ազնվորեն ապրելու: Նրա մահը մի դատարկություն է ոչ միայն թատրոնի համար, այլ բոլոր նրանց համար, ովքեր առիթ են ունեցել պարզապես հանդիպելու նրան, զգալու նրա հոգու ջերմությունը: Հիշում են, թե ինչպես հյուրախաղերի ժամանակ անգամ նրա կեցավայրում ամեն բան պիտի մաքուր, հավաք լիներ: Թափթփվածությունը չէր սիրում, ասում էին ընկերները ժպտալով: Իր յուրահատուկ ընտրյալներով հավաքած թզվեհները, նրա սերը վարդերի հանդեպ, ընտանեկան սիրո մասին ջերմ հուշերն ու անկեղծ վերաբերմունքը կյանքի հանդեպ հիմա դարձել են հիշողության մաս:
Նա, ով երբեք չհոգնեց սեր ու բեմական վարպետություն փոխանցել, այսօր լուռ է, բայց նրա թողած հետքը չի մարում։ Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ 1982 թվականին ավարտել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-ից 92 թվականներին աշխատել է թատրոն 13-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ Չարլեի մորաքույրը ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ 1992-ից 97 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-ից 97 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է Գոյ թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է մինչև մահ։ Արա Դեղտրիկյանը մահացել է 2025 թվականի մարտի 18-ին 60 տարեկան հասակում։ Ամուսնացած է նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ունեն աղջիկ։ Na na na